Ողջույն բոլորին, մի շատ հետաքրքիր հարցազրույց եմ դիտում, իմ կողմից շատ հարգարժան տիկին Ժաննա Ալեքսանյանը հարցազրույց է տալիս 168.am-ին, տիկին Ալեքսանյանին շատ եմ հարգում որպես իրավապաշտպան, բայց այսօր հայտնաբերեցի, որ լինելով բացի դրանից, որ նա լավ իրավապաշտպան է, նա ունի ևս մեկ այլ շատ պրոֆեսիոնալ հատկանիշ, նա շատ լավ հոգեբան է, քանզի այսպիսի մասնագիտական ճշգրիտ նկարագիր, ինչպիսին նա տվեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, երևի հազիվ թե Հայաստանում գտնվի առողջապահության նախարարության շրջանակներում որևէ մի հոգեբան, հոգեբույժ, մասնագետ, որ կարողանա այդպիսի ճշգրիտ ձևով նկարագրի այն ամենը, ինչ որ անում է վարչապետ ընտրված նորից կամ նշանակված Նիկոլ Փաշինյանը այս երկրի ու այս ժողովրդի հետ, ինչևից է հարցազրույցի ժամանակ տեղեկացա, որ ավելի քան 70 տարբեր ուրեմն հիմնարկություններ, որոնք պատկանում են Գագիկ Ծառուկյանին, փակված են, ուրեմն եկել են, խուզարկել են, պլոմբել են, թե Գագիկ Ծառուկյանին որտեղից 70 հատ այդպիսի բիզնես կենտրոններ, գործարան, ինչ-որ ֆիթնես կենտրոնա եւ այլն, դա ուրիշ հարց է, բայց հարցը նա է, փաստը, որ այդտեղ աշխատող մարդիկ, որոնց հաշվարկը մոտավորապես լսեցի, իրենց ընտանիքի անդամների հետ ավելի քան 100,000 մարդ է, ձրկվել են այսօր իրենց եկամտից։ Մարդը որտեղ աշխատում էր, հավաքարար էր, թե մարզիչ էր, թե ցեմենտի գործարանի, ես չգիտեմ, բանվոր էր, փակել են այդ հիմնարկությունը, ու այդ մարդիկ, այդ մարդկանց ընտանիքը եկամուտից զրկվել է, ավելի քան 100,000 մարդ։ Ու մտածեցի, ինչ էին անում սես պայմաններում սովորաբար, Նիկոլ իշխանությունը, հիշեցեն հայտնի մի պարոն ունեն, ԿՊ-ական ակտիվ մասնագետ, անդամ ԿՊ-ական մի Ռոմանոս Պետրոսյանը, Վիկիպեդիայով նայում եմ, Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյան, նախտարաշինը մի քիչ անհասկանալի այս գյուղացու, շատ տիպիկ գյուղացու դեմքի արտահայտության, բայց բավականին նշեմ գրագետ խոսացող այս պարոնը, ինչ է նրան կոչել պուպուլիկ, ինչու է նրա ծածկանունը պուպուլիկ, ինչու է Նիկոլին անդադ մոտիկանում դիմում են ինչ-որ պուպուլիկի հարցերը լուծելով, երեխայի պուպուլիկի, թե ինչ պուպուլիկի, դա արդեն ուրիշ քննարկման հարց է, Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը իհարկե հայրանուներն էլ չգիտեմ, ընդհանրապես այս անունով մարդիկ որտեղից են հայտնվում, գալի քաղաքականություն մտնում, մեկը Նիկոլ, հորանունը Վովա, այս մեկը Ռոմանոս ոչինչ, Ռոմանոսով լավ հայտնի հայր ենք ունեցել այդպիսի անունով, Վանիչկան որն է, Իվաննա, Վանյանա, Վանիչկա, այս հայերը շատ տարօրինակ արժեհամակարգ են ունեցել վերջին 100 տարվա մեջ, երբ որ իրենց երեխաներին անուններ են տվել, էլի, թե սրանց մեջ Արմենը, Մուշեղը, Սուրենը, Անդրանիկը, Վարդանը, Տիգրանը, այդ անունները ինչու են այդպես մերժված եղել, որ Նիկոլ, Վովա, Վանիչկա, Ալեկ, Վալերա, Նիկոլայ, Ալեքսանդր սենց բաների հետևից են ընկել, այսօր էլ ընկել են ռուսի հետ են կռիվանում, իրանց անուն ազգանուններին չեն նայում, իրանց հայրանուններին, թե իրանք ովքեր են, ում տղեն են, ում թորն են, ընկել են ռուսի հետ կռիվ են անում, ինչևից է։ Նայում եմ այս Ռոմանոս Պետրոսյանը, Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը, եղել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար, եղել է Հայաստանի Կոտայքի մարզպետ, Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ, հիմա էլ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ։ Մենք որ երեխա ենք, հին Երևանի բակերում, որ խաղ ենք խաղում, խաղ կար, գործագործ էր կոչում, եթե հիշում եք, ուրեմն երբ որ երեխաների թիվը լինում էր 7 հոգի կամ 9 հոգի, ուրեմն կենդ էր լինում, էլի չէր լինում, որ 4 մի թիմից, 4 մի թիմից, մեկը լինում էր պիտուշոկ, ակաղաղ էին ասում, իհարկե հայերի
ուրեմն գիտելիքների եւ արժե համակարգի մեջ Պիտուշոկը ավելի շատ քրեական աշխարհի հետ կապ ունի գաղութների բերթերի հետ, բայց մանկական այն տարիներին այդպես մեկը լինում էր Պիտուշոկ, որը համ այս կողմից էր խաղում, համ այն կողմից էր խաղում։ Հիմա ինչու հիշեցի այս Ռոմանոս Պետրոսյանին, այս Գագիկ Ծառուկյանի բիզնեսների փակման հետ, Ռոմանոս Պետրոսյանը, Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը, Պուպուլիկ ծածկանունով, ՔՊ-ի Նիկոլի բանը ներողություն, Նիկոլի Պիտուշոկն է, պուն ասեցի, ուրիշ բան է ասելու, Նիկոլի Պիտուշոկն է, բայց նա ոչ թե խաղում է, ասենք, համ այս կողմից, համ այն կողմից, այսինքն ոչ իշխանությունից, խաղում ոչ ընդդիմությունից, խաղում է միայն իշխանությունից, բայց Նիկոլի Պիտուշոկն է այն իմաստով, որտեղ ինչ որ թեժ տեղ կա, թեժ օբյեկտ կա, թեժ գիծ կա, իրանք գցում են այնտեղ։ Այն ժամանակ շրջակա միջավայրի հետ ինչ որ Սևանի, կարծեմ այդ Սևանի կողքը քանդելու տների հետ կապված, թե Սևան այգու հետ խնդիրներ կար, իրանք գցեցին այնտեղ։ Հետո կարծեմ Կոտայքի մարզում Գագիկ Ծառուկյանի փեսու հետ կապված, թե ինչ որ քաղաքապետի հետ կապված գործեր կար, գցեցին մարզպետ, որ այնտեղ ինքը բանն է, էլի Ջերժինսկին է Նիկոլի իշխանության, էլի չեկա բան այնտեղ, այնտեղ Տուրկեստանսկի ֆրոդ գնա, նրա այդ բացմաշների հետ կռվի գնա, բանի պայմանագիր կնքի գերմանացիների հետ խաղաղության, հետո գաց կդնենք Չեկայի պես sense բանն է, ՔՊ-ի Պիտուշոկն է։ Հետո հիշում եմ Դավիթի ազգանունը չեմ հիշում, որին նշանակել էր Նիկոլի հեղափոխական իշխանությունը վերահսկողության, պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթը խնդիրներ ունեցավ ազնվագույն պարոն Թորոսյանի հետ, բանի նախարար առողջապահության նախարար Կարեյկո Թորոսյանի հետ, Դավիթին դատի տվին եւ այլ, վերջերս արդարացվեց, բայց Դավիթին էլ այդտեղից հանեցին մեղադրելով ինչ-որ կաշառակերության մեջ ու Ռոմանոս Վանիչկային նշանակեցին վերահսկողության ծառայության պետ, որ այդ բնակավարը միանգամից կարգի բերի եւ այլ։ Ես հույս ունեի, որ իրան պիտի պաշտպանության նախարար նշանակեն, Պապիկյանին էլ նշանակեցին, կամ մի բան մտածեցի, որ բանին Պետրոսյանին, Ռոմանոս Պետրոսյանին կարող է ԱԳՆ-ի նախարար նշանակեն, են էլ Արարատին խորհրդարանից հանեցին այնտեղ, այսինքն կադրերի սուղություն կա, սուղ պակաս կա, Ռոմանոսյան եզակի կադրերից մեկն է Պապիկյանի եւ Արարատ Միրզոյանի հետ, որ ստեղից ընդեղ են գցում թեժ տեղերը կարգի բերելու համար, բայց հիմա եկել է ԿՊ-ն ուրեմն կանգնել է մի այնպիսի ուրեմն ճգնաժամի առաջ, որ այդ թեժ տեղերը մի քանիստ են, 70-ից ավել Ծառուկյանին պատկանող այդ հիմնարկներն են։ Ու խեղճ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը Պուպուլիկ ծածկանունով նա չի կարող արդեն 100 կտոր լինի, որ գնա գոնե ասենք ցեմենտի գործարանը աշխատացնի, կամ ասենք էլ ինչ կա ֆիթնես կենտրոնը եւ այլ ու այս բոլորին համար ասեցի, որ Ծառուկյանին կարելի է սիրել, կարելի է չսիրել, բայց միջև գետնի փռելը, դրա մասին արդեն խոսել եմ, կամ նրան պատկանող ուրեմն բիզնեսները փակելը պետք է սկզբից դատարանով այդ գործողությունները արվեր, դատարանը որոշեր, մեղադրանքները եզրակացներ, նորից դրա պատժի միջոցները կիրառվեին։ Ազատություն Գագիկ Ծառուկյանին, ազատություն նույնիսկ Արմեն Աշոտյանին, դրա մասին եմ խոսել, դիտեք իմ նախորդ եթերները, ազատություն Հայաստանում գտնվող արդեն երևի 100-ից անցնող քաղբանտարկյալներին, Հայաստանի հպարտ քաղաքացիներին խելք, համախմբվածություն եւ ամենայն բարիքներ։